Ապարտանների հարցով Հայաստանը գտնում է միջին մակարդակի երկրներում, որտեղ ամենանվազագույնը դա իսլամական երկրներում են, առավելագույնը Շվեյցարիայում է, որտեղ 3.4-ից 1-ն է պահպանվում, եվրոպական մայրաքաղաքներում 3-ից 1-ն է պահպանվում, երկուսը վերջանում է ապարտանով, նույնը Ռուսաստանի մեծ քաղաքներում։ Քանի որ որքան երկիրը բարեկեցիկ է ապրում, այնքան ամուսնական տնտեսական կապերը թուլանում են, առաջի պլան են գալիս հոգեբանական կապերը։ Եթե չկա հարգանք, սեր, ուշադրություն, փոխօգնություն եւ այլն, ամուսինությունը դառնում է բավականին սառը եւ համատեղ կյանքը կորցնում է իր հմայքը, դրա համար սովորաբար բաժանում են։ Հայաստանը ունի երրորդ գործոնը, դա երրորդ անձի միջամտությունն է, սովորաբար զոնքանչի կամ սկեսրոջը։ Եթե երիտասարդ ընտանիքների ինչ-որ այնպես չի, հարսնացում վազում է նախին մամայի մոտ, փեսացուն իր ծնողների մոտ, նրանք միջամտում են եւ բերում են ուրեմն ապարձանի։ Ամեն մի տարիքային խումբ ունի բաժանման իր պատճառները, մինչև 3 տարեկան ամուսնուների մոտ պատճառն է, որ ամուսնացել են իրար վատ ճանաչելով, իրենց ապագայի վերաբերյալ երբեք քննարկումներ չի եղել, չեն պատկերացրել համատեղ կյանքը, չեն պատկերացրել դերերի բաժանումը, իրար մեջ ընտանեկան եւ այլն, ու շատ կարճ ժամանակում սովորաբար մարդկանց փոխադապտացիան, փոխհարմարեցումը 1.5 տարի է տևում, եւ որ արդեն բարձրացնում է թե դիմացինը տող է, ու տենում են որ սա լրիվ ուրիշ մարդ է, իմ պատկերացումը սխալ է եւ ապարտանը դառնում է բավականին շատ բնական բան այդ ապագա դժբախտությունից խուսափելու համար։ Հիմա ամենառիսկայինը դա 30 տարեկանն է, երբ որ երեխան գնում է դպրոց, կինը ազատում է ընտանեկան այդ ծանր հոգսերից եւ փորձում է ինքն իրեն հաստատել։ Ամենածայրագույնը դա 40 տարեկան է, որ երեխաները արդեն դպրոցն ավարտում են, եւ մի տոկոս կա 5-6% ապարձանների, դա պապիկների, տատիկների ապարձանն է, երբ որ արդեն ոնց որ թե 40 տարի միասին ապրել են, երեխա թոռ ունեն, բայց տատիկը հիվանդ է, պապիկը առողջ է, պապիկը հիվանդ է, տատիկը առողջ է, ամբողջ կյանքը հանուն ընտանիքի ապրել են, հիմա հնարավորություն են անհատական կյանք վարելու եւ դրա համար իրանք դիմում են ապարձանի։ Բոլոր փորձերը օգնել հայերին ավելի գրագետ ընտանեկան կյանք վարել, սկսված նրանից թե ոնց ենք ընտրում, ում ենք ընտրում, իրոք մենք համապատասխանում ենք, եթե ոչինչ խնդիրներ կա, որ եթե ընդհանրապես եւ կյանքում ինչ բախումների կարող ենք հանդիպել, ոնց հաղթարենք, ու եթե գտնում ենք ապարձանին մոտ, գնանք մասնագետի մոտ, ոչ թե հոգեբանի հատուկ ծառայություններ կան արտասահմանում, ընդ ամեն մի լուրջ ընտանիք ունի մի հատ հոգեբան ընտանեկան, որը բոլոր կոնֆլիկտները կարողանում է հարթել, որ միշտ չգնան ապարձանի, նման բանը հայերի մոտ չի ստացվում։ Ծնողները կարող են հարսանիքին $50,000 ծախսել, իրանք կզղջան $50 տան, որ իր աղջիկը փեսացվեց, մի հատ տեստավորի, մի հատ տեսնի անձնական ինչ խնդիրներ կարող է լինի, եւ մենք դա կարող ենք ամբողջ կյանքի համար գրաֆիկը գտենք, թե որ տարիքում ինչ խնդրեմ կարող է առաջանալ։ Մենք առաջարկել ենք 90-92 թվականին կենտրոն ստեղծեցինք, բոլոր ծախսերում հայտարարություններ տպեցինք, մենակ Երևանում 10,000 հարսանիք կար այն ժամանակ։ Ու մեզ եկան ընդամենը 7-8 հոգի։ Նույնը պատահաբար լսել էին, թե որ մենք բոլոր տեղ հայտարարություններ գրել ենք։ Մենք դատարանների հետ աշխատեցինք, որ երբ որ դիմում են տալի ապարձանի, մի հատ ուղարկեն մեզ մոտ։ Վիճակագրությունը այն վաղ սովետական միության այնպիսին էր, որ ով որ դիմում էր մասնագետի 100 ապարձան դիմողների, միայն 20-ն էին գնում ապարձանի, 80-ը հետ էին կանգնում, հասկանալը, որ պատճառը ոչ թե դիմացինի մեջ է, այլ իմ մեջ է, եւ այդ պատճառը նա ունակ է շտկելու եւ այլն։ Հիմա վերադառնանք մեր խնդիրներին։ Գիտեք, որ Հայաստանում բնակչությունը կրճատվում է, ծնելիությունը կրճատվել է, դա նշանակում է հետեւյալը. մի երեխա ունեցող ամուսնական զույգի ապարձանի ռիսկը հասնում է 90%-ի, 4 երեխայի դեպքում իջնում է 3%-ի։ Դրա համար երբ որ մեզ մոտենում է կին, որն ասում է ամուսինս ուշ է գալի տուն, հոգնած է գալի տուն,
անուշադիր է եւ այլն, ասում եմ քանի երեխա ունես, 1-2, արագ հղիացի։ Հենց հղիա դառնում երրորդ երեխան ամուսինը խելքը գլուխն է հավաքում, ապարզանի կամ ինչ-որ տեղ գնալու խնդիրներից բավականին հեռանում է։ Երկրորդը ամուսինը անտարբեր է, բայց իմանանք հայ տղամարդու հոգեբանությունը, նա մի քանի ծրագրերով է ապրում։ Նա իր կնոջ հետ կենակցում է մի ծրագրով, սիրուհու հետ երկրորդ, Ռուսաստանում երրորդ, Եվրոպայում չորրորդ, մնալով ինքը իր մեջ բաժանված 4 ուրեմն մասի։ Դա նշանակում է, որ մեր մոտ սեռական կուլտուրան չի ժառանգում մորից աղջիկ հորից տղային կամ ավագ եղբորից կրծեր եղբորը, ավագ քրոջից կրծեր քրոջը։ Եվրոպայում դրա վրա ուշադրություն են դարձնում, դպրոցը բավականին լուրջ դերակատարություն ունում։ Մեզ մոտ բոլոր փորձերը նման դասերանել, որը սկսվեց 80 թվականներից, ապարդյուն է, որտեղ մենք բավականին յուրահատուկ ազգ ենք եւ մենք պետք է կարողանանք միջոցներ գտնել այդ պատնի շահտալը, որտեղ մենք 21-րդ դարում ենք ապրում, մեր մարտահրավերները լրիվ այլ բնույթի են։ Եվ ծնելիության կրճատումը բերում է նրան, որ շատ աճող արտագաղթ է, որ Հայաստանում 21-րդ դարի վերջում կապրի 1.5 միլիոն, լավագույն դեպքում 1.750.000 մարդ, ընդ որում բոլորը չեն լինի հայ։ Կրնեն քուրդ, կրնեն պարսիկ, կրնեն չեմանմիչ եւ այլն, այսինքն ապարզանների խնդիրը դա ազգի ուրեմն ոնց ասենք, ապագայի խնդիր է։ Ընտանիքը, որ ուզում ալնի կայուն, պետք է ունենա գոնե 3 երեխա, 3 երեխայի դեպքում մենք դուրս կգանք կրճատող ազգերի ցուցակի մեջ, կմտնենք զարգացող ազգի ցուցակների մեջ եւ մեր պարտավորությունը մարդկության դեմք մենք ուրույն ռասայական տիպ ենք, մենք ուրույն հաբլո խումբ ունենք, որը մարդկության հարստության մեջն է ժառանգականության մարդկային առումով։ Մեր խորին համոզմամբ եւ պրակտիկ ուսումնասիրությունները եւ դատական փորձի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ ամենակարևոր խնդիրը դա երբ որ ամուսնացողը կապ չունի արական թե իգական սեռի ներկայացուցը չի գիտակցում, թե ինչ բան է ամուսնություն, ինչի մեջ է նա մտնում, ինչ իրավունքներից բացի ինչ պարտականություններ է իր համար առաջացնում այդ ամուսնությունը։ Այսինքն շատերին թվում է, թե դա, չգիտեմ, մի երևույթ է, որ ուղղակի կարելի է այսօր դուրը գալիս է աղջիկը կամ տղան ամուսնանալ եւ դրանից հետո արդեն կյանքը սահուն իր հունով ամեն ինչ կընթանա։ Միևնույն ժամանակ պետք է նշենք եւ ընդգծենք հատուկ, որ յուրաքանչյուր ամուսնացող պետք է հստակ գիտակցի, թե այսինքն գիտակցված ձև, ինչքան էլ ասում են դա ամուսնությունը չէ, դա սիրո հարգանքի հիման վրա, այսինքն գիտակցված ձև գնա այդ քայլին։ Թե արդյոք նա այսօր ամուսնանալով կարող է հստակ, ընտանիք կազմել, այդ ընտանիքի հոգսերը հոգալ եւ այլն եւ այլն։ Երբ որ այդ հասկանում է անձը, կապ չունի դա էլի եմ շեշտում աղջիկ թե տղա, դա արդեն այդ գործոնը շատ մի քանի անգամ ավելի հեշտանում է եւ որպես կանոն խնդիր չի առաջանում։ Իսկ հասկանալու համար նախ ասեմ, որ կա ամուսնական տարիք հասկացությունը։ Մեզ մոտ գիտեք, որ 18 տարեկան որպես ամուսնական տարիք է դիտարկվում, բայց շատ երկրներ փորձը ցույց է տալիս, որ իրոք մեզ մոտ էլ դա իմ զուտ սուբյեկտիվ կարծիքն է, որ ամուսնական տարիք չպետք է դիտարկենք 18 տարեկան, այլ անհրաժեշտ է դիտարկել նվազագույնը 21 տարեկան։ Պրակտիկան ցույց է տալիս, որ վաղ տարիքում ամուսնացողները մի քանի անգամ ավելի հաճախ են ամուսնալուծվում եւ մի քանի անգամ ավելի չեն պատկերացնում ինչի մեջ են մտել եւ ինչի համար են մտել այդ իրավարաբերությունների մեջ։ Իմ խորին էլի եմ շեշտում համոզմամբ պատճառներից պատճառը, որ անձը չի գիտակցում հաճախ թե ինչ բան ամուսնություն, ինչի համար է ամուսնանում, ինչ նպատակով եւ ում հետ։ Այդ ֆակտորն է։ Սա արտաքին ուրեմն դրսևորումն է կան ներքին, որ անձը պետք է ինքը իմանա ինքնով է եւ ինչ է ուզում այս կյանքում եւ եթե կյանքը կապում է ինչ որ մի հատ մեկի հետ, նա ունակ են միասին այդ իրենց սպասումներ իրականացնել։ Մի փոքր օրինակ, ընկերս սեռական ստատուսով Ռոմեո էր, բայց մեր Դոն Ժուան կին, որ ունի շատ բավականին բաց, ու խանդի հողի վրա բաժանվում էր։ Երրորդ անգամ որ ասիկը բերես քո հերթական կնոջը մի հատ տեստավոր եմ, էլի Դոն Ժուանն էր ընտրել, դրան բացատրեցի, պրոբլեմը քո մեջ է։ Եթե դու հանդուրժես իրա մի քիչ թեթև վարքը, ամեն ինչ նորմալ կլինի։ Իրան էլ ասեցինք, իմացե որ նա խանդոտ է, մի հատ որ ծեպես բարելեփդ պատում կլինի, քեզ հանգիստ պահի։
27 տարի ապրում են բավականին համերաշխ իմանալով թե իրենք ովքեր են եւ ինչ սպասելիքներ կարող են դիմակից ունենալ։ Մեր հարսնացում պարավելա 3-ից 4 տարով, փեսացում պարավելա մինչև 5 տարի։ Հիմա փեսացումների միջին տարիքը 27-ից 29-ա, հարսնացումները 24-25 տարի։ 30 տարի առաջ հարսնացում 20 տարեկան էր, փեսացում 24 տարեկան։ Ոչ կան ուշ են ամուսնանում, գուցեև ընտանիքն ավելի ամուր է, բայց երեխաների թվականակն է կտրուկ նվազում։ Աշխատող կինը շատ երեխա չի կարողանում ունենալ։ Դա համար մի երեխայով բավարարում են։ Մի երեխան բերում է ապարդանի ռիսկի բարձրացում, որքան էլ լինեն կայուն, կյանքի տարբեր գործոններ կան, որոնք բերում են բախման, եթե նրանք պատրաստ են այդ բախումը հաղթահարելու, բաժանում են։